Նախորդ տարվա համեմատ մեր երկրում նվազել են բոտուլիզմի դեպքերը, փոխարենը շարունակում է մեծանալ խմիչքային թունավորումների քանակը։ Ամեն ինչը չափավոր, ոչ մի խնդիրներ չի լինի։ Չարաշահելուն կողմնակից եք։ Նայած առիթի։ Ի տարբերություն խմիչքի պահածոները առիթով չեն համտեսում։ Իկրա, կարմիր բիբար, լեչոներ։ Ձմռանը ամառային ուտելիքը համտեսելու բարի նպատակով փակած պահածոները երբեմն չարիք են դառնում։ Այսքան ժամանակ որ պատրաստել են, չենք բոտուլիզմով չենք տառապել։ Բժշկուհի Բաբայանը հորդորում է դրանք բացելուց հետո պարտադիր եռացնեն առնվազն 20 րոպե։ Ինկուբացիոն այդ ժամանակահատվածը 6 ժամից մինչև 12 օր է։ Հայաստանի գլխավոր թունաբանը ընդգծում է, բոտուլիզմի դրսևորումներն այլ ախտանիշների հետ շփոթել հնարավոր չէ։ Դա երկտեսություն է, դիպլոպիա, որ պարզ հիվանդ ասում, որ տեսողությունը խանգարվում է։ Ձայնի խրփոտություն, ոնց որ թթի մեջ խոսա, եւ կլմանակտի բացակայում։ Դա արդեն միանշանակ, դա արդեն բոտուլիզմ է։ Իսկ նախքան ամանորի սեղաններ գցելը, բժիշկները զգուշացնում են, որևէ մթերք 4 ժամից ավելի չի կարելի սեղանին թողնել եւ մաղթում, որ ծանր սեղանները սեփական քաշի հաշվին չթեթևանան։ Հասմիկ Առաքելյան, Արտակ Գևորգյան, Առաջին ալիք։